Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եկեք միասնաբար շարունակենք սերդել Սուրբ Գրիգոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը։ Այսօր պիտի սերդենք եւ ավարտենք 47-րդ գլխու 3-րդ մասը։ Նախ ցեզի ընթերցեմ քրափար բնակիրը եւ ապա բացատրեմ։ Փան խե է քիմմաս իխորոց սրդից խոսքն տաստուծո մեղա հերգինս եւ առաջիկո ընդ անարակ որդվույն բատկարայցելո հայրենի կթույտ վերստին դարձյալ թախանց արգանեմ զողորմելին ցայն աղերսանած արդոսրածին ողբով Քոչման իդխուր թեմս մատուցյալ առաջիկո դարաձեմ հայր կտությանց աստված բոլորից չեմ արժանի գոչիլ եւ ոչ բնավին առ այս անվանիլ ոչ միայն որդի այլև ամբիդան աբափան վարձկան ընկալ ըսովյալս տարակրական բարդագան վնասուց եւ ըսծավ քաղցույս լլգանած նեղույս նվաղեցելույս գենաց քո հացիվդ բժշկեսես Լերընդ առաջ քո ողորմությանպդ իսկ սկզբնավորս աբավինության ըզկեցո կթած եւ անուխագալ անորինյալս մեղաբարդի զնախագաբուտ հանտերցին ծածկույտ ավանտագորույս ցերացս աղդեղյալ մեղոք ըզգնիկ մադամվույն համարցագության ամենարատ գամոք մադուսես ըսկարշաբարացս թշվարություն մերգության ոդիցս բադսպարությամբ ավիդարանական ամրավերարգու օթիցս կոշկած իհոցին թյունից միշտ ամրացուսես զվարագդ բարարագի եզինդ երգնայնո որը միածին որդիդ կորտնյալ իսկաբես մարտասիրությամբ գարոդելույս փարյաց նվիրյա որ մատուցյալ միշտ եւ ամբագաս մնա իլրության հարագաս զենյալ իսպանտարանի անթիվ սեղանոց անսպարությամբ փոլոր համենեսին եւ փնավ համենայնում էյությամբ հերգինս եւ իսկությամբ իստորինս աննվազ մարդկությամբ եւ անտերի աստվածությամբ փշրյալ եւ փաշխի իմասունս անհադս զիս համայնն հավաքեսե ար ինույն մարմին յուրումն քլխո քեզ փարք ընտնմին հայր ողորմության ամեն Սիրելիներ երբ Ասլող շաբաթ սերդեցինք առաջին երկու մասերը, տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին գսե Աստուծո, հայր Աստուծո, գամը չնամ գսե քութիմացդ գանքնելու, ուստի գլուխս քեդին իջեցնեմ և շրտներս քեդին գպցնեմ, որտև փար չունիմ խոսելիք, ինչպես ինքս ինքս արտարացնեմ փարերով, երբ որ ես մեղավոր եմ այդքան, Հետևաբար համր ծևով, անխոս ծևով գլուխս պիտի տնեմ քետնին, շրտներս հողին գբած, իսկ եթե նույնիսկ զորեմ, որ շրտներս բացվին, շրտներս ուրիշ բան պիտի չսեն, եթե ոչ ողբ ու գոց պիտի անեն իմ մեղավոր անձիս համար։ Հետևաբար, երկրորդ մասի մեջ գսեր Նարեգացին, հետևաբար ողբագից կդառնամ, ինձ ողբագից կդառնամ մեծ թագավորին, Մանասեին, որ մեղանչեց քեզիթեմ, եւ ասավ, ես իմ անօրենությունս գիտեմ դեր, ները մեղքերս։ Եվ ահա իրեն հետ միասին, ինչպես նաեւ 51-րդ Սաղմոսին փարեր, եթե բոլորը հավաքեմ եւ ինձի համար արդասանեմ դակավին քիչ են այդ փարերը իմ ահակին մեղքերս քութիմացդ բերելու։ Սիրելիներ հիմա պիտի տեսնենք այս երրորդ մասի մեջ Սուրբ Նարեգացին անարակ որդիի օրինակը գբերը։ Ամենք տալ գիտեք անարակ որդիին արագը զոր գրնակ կարդալ Ղուկասու ավետարանի 15-րդ գլխու 11-ին մինչև 31 համարներում մեջ։ Այնտեղ գտեսնենք թե ինչպես գրծեր որդին իր հորը ասավ իմ ժառանգությանս բաժինը հիմա դուր ինձի
Իդի չսպասեմ, որ մինչև մեռնիս ինձ ժառանգության բաժին դաս, հիմա գուզեմ, ես կուզեմ դունեն հերանալ, ընկերներու հետ անցնել, աշխարհը տեսնել, կյանքը տեսնել։ Եվ արավ դժբախտաբար իր բաժինը հայրը դվավ անոր, գրնար չդալ, բայց դվավ, որբեսի թողեր որ զավակը սորվեր կյանքի մեջ շատ կարևոր տասմը։ Այս տղան գնաց օդար երգիրը, այնտեղ քանի որ կրբաններ լեցուն էին տրամշատ էր, ընկերներ կդավ, իրեն պես անարագ ընկերներ, անարագությամբ ապրեցավ, իր ամբողջ տրամը մսխեց, այդ երկրի մեջ սով եղավ, ինք տրամ չուներ ծախսելիք, մեկնալ իր թուրը դիմացը չի բացավ, ուստի Աստված ուզեց որ քիթը քեդին կսվի այդ դղուն, ստիպած մտավ խոզարած դարձավ, խոզերը սկսավ արածել, նույնիսկ խոզերը չէին թողներ, որ իրենց ջաշեն ուդեր, եղջյուրներեն ուդեր, եղջերուներեն, հետևաբար ինչ եղավ։ Մտածեց, որ ելե եւ երթա իր հորը մոտ։ Մտածեց, որ ասե, որ հայր արժանի չեմ քեզ զավակ գոչվելու։ Ահա այս մասին է, որ Սուրբ Նարեգացին այս երրորդ մասի մեջ պիտի խոսի։ Քանի մը դողեր թարգմանեմ գսե։ Մեղանչեցի երկինքին եւ քեզի թեմ։ Ամոթաբարդ անարակ որդին հետ հայրական քութիդ վերադառնալով գտախանցեմ եւ աղերսանքիս խղճալի ցայնը արտասվակին ողբերու կոչումով ու դխուր թեմքով ներգայանալով քո արչեւդ կդարածեմ ով կտությանց հայր ամենուն Աստվածը արժանի չեմ ոչ միայն որդի գոչվելու այլ անվանվելու անգամ անբիդան եւ անխոս վարձկան Սուրբ Նարեգացին հավասիկ սիրելներ գսե անարակ որդին հետ ամոթաբարդ քութիմացդ կուկամ դեր քութիմացդ կուկամ ինչպես որ անարակ որդին զղջաց եւ իր այդ մենության մեջ մտածեց ու սավ ելեմ իմ հորս երտամ հորս տան մեջ բազում վարձկաններ կան զարաներ կան որոնք ավելի հանգիստ կաբրին քան ես այստեղ խոզերուն մեջ երտամ ասեմ որ հայր մեղանչեցի երկնքին ու քո արչեւդ քեզի թեմ ները ինձի սակայն զիս որպես որդի մի ընդունիր որպես վարձկան ընդունիր որպես ծառա ընդունիր բայց միայն ընդունիր որ դանդ մեջ ապրին եւ նարեգացին ահա գսե նույն բարերով հայր մեղանչեցի քութիմացդ քեզի թեմ երկնքին թեմ եւ թախանցակին գխնդրե հայրական քութը եւ ողորմելի ու խեղճ ցայնով գաղերսե արդոսրածին կնշանակե արդասուկով լեցուն արդասվակին հորտ արցունքներով գողպա գքոչե գաղաղագե եւ թեմքը դխուր գբաղադի որ ամենուն Աստվածը եղող կտած հայրը կտա իր վրա կտա եւ իր հայրական կտությամբ ները իր մեղքերը խոստովանելով թե ինք արժանի չէ ոչ միայն որդի գոչվելու այլ նույնիսկ արժանի չէ անվանվելու գոչվելու ծառական վարձկան Եթե Սուրբ Նարեգացին սիրելներ ինքզինք անարժան կնկատե ոչ միայն ծառա գոչվելու այլ նույնիսկ Աստուծո ոչ միայն որդի գոչվելու այլ նաև Աստուծո ծառական վարձկան գոչվելու հաբա ինչ եմ ես հաբա ինչ եք դուք ինչի արժանի ենք որ մենք ինչ կոչենք Աստված հայր արժանի չենք դեր արժանի չենք բայց տեսեք սիրելներ մենք որ անարժան էինք Աստվածին չրավ իր որդին իր միածին որդին Հիսուս Քրիստոսը մեր մեղքերուն համար զոհեց եւ մենք Քրիստոսի արյունով մաքրված մենք Սուրբ Հոգին ստացած Սուրբ Հոգիով վերածնած հիմա կկարողանանք ասել Աստուծո հայր աբբա հայր հաջորդ դողերը կթարգմանեմ ընդունեզիս սովածս որ դարակրված եմ ու հանցաբարդ եւ նեղութենե նվաղածիս անօթության ցավը փարադե քու կյանքի հացովդ Սուրբ Նարեգացի կշարունակե
անարակ որդիի նման հորը դիմաց գալ Հայր Աստծո եւ խնդրանքները ներկայացնել։ Եվ այստեղ գսե ընդունես զիս սովածս։ Սիրելի քույրեր եղբայրներ, ամեն մարդ թող լավ իմանա։ Առանց Աստծո մարդու հոգին սովի մեջ կլա։ Ինչպես որ հացի բագասը սով գբերը, այնպես ալ Աստծո ներկայության բացակայությունը, Աստծո խոսքին բացակայությունը սով գբերը մարդու հոգի մեջ։ Ադորամար նարեգացին գսե ընդունես զիս սովածս։ Ընդունես զիս Տեր։ Ընդունե եւ գերագրես զիս, որ դարակրված եմ, դարակրվիլ կնշանակի ակսորված եմ, վրընդված եմ, իմ մեղքերուս պատճառով։ Ինչպես որ Ադամ եւ Եվան օրինազանց գտնվեցան եւ վդարվեցան տրախտեն, այդպես ալ ես դարակրված եմ գսե ու հանցաբարդ, հանցանքներուս պատճառով դարակրված եմ, ակսորված եմ, դուրս տրված եմ։ Եվ նեղութենե նվաղած եմ, արդեն պիտի մարիմ։ Այդքան որ նեղություն, այդքան որ չարչարանք կրած եմ, մեղքերեն։ Անոտության ցավը, ուրեմն, եւ որ մեկը անոթի գլա, գնվաղի, շատ անոթի մարդը գմարի, գնվաղի։ Հետևաբար, երբ որ մարդու հոգին հոգևոր սովի մեջ է, Աստուծո ներկայությունը չունի, Քրիստոսի ներկայությունը չունի, Ավետարանի խոսքերը չունի, Քրիստոսի մարմինով եւ արյունով չաղորդված, հետևաբար գադարյալ սովի մեջ է, այդպիսի հոգին չարչարվելով գնվաղի, հոգևոր անոթութենեն։ Հետևաբար նարեգացին գսե նեղութենե նվաղածիս անոթության ցավը, ցավ կպատճառի այդ սովը, փարադե, բժշկե, ամոքե, ինչովդ, քու գյանքիդ հացովը, գյանքի հացը, ով է գյանքի հացը, Քրիստոս Հայր Աստուծո գոմե մեզի դրված երկնային մանանան է։ Գարտացեք Հովանու Ավետարանի 6-րդ գլուխը Հիսուս ասավ. ես եմ երկինքեն իջած հացը, որ Հայրը գուտա աշխարհին։ Իմ մարմինս է հացը, կյանքի հացը։ Որտև սուտ նարեգացին գիտես սիրելներ, որ Քրիստոսի մարմինն ու արյունը միայն գրնան իր ցավադանչ հոգին բժշկել եւ գշտացնել եւ ամոքել։ Հոգի ցավունիկ սիրելի եղբայրներ եւ քույրեր, մեղքերու պատճառով գդանչվիկ, որքանալ երկրավոր հաց ուտենք այդ մեղքերեն գծերպազադինք, այդ խղճարութենեն գծերպազադինք, ոչ, որքանալ շատ ջաշ ուտենք, ոչ, սակայն երբ գերտանք եկեղեցի, կմաստակցենք Սուրբ Ադրակի, կխոստովանենք մեր մեղքերը եւ մոդենալով Սուրբ Հաղորդության բջլիկ կդորմը, փոքրիկ Սուրբ Հաղորդության մասունքը երբ կառնենք, կջաշագենք, հաղորդը կջաշագենք, կհաղորդվենք, սիրելներ, զարմանալի ուժ գուքա մեր վրա։ Մեր հոգին կբժշկվի, մեր խղճահարությունը կթատրի։ Ահա տեսեք, որքան մեծ զորություն է Քրիստոսի մարմին եւ արյունը, եւ այս գլխուն շարունակության մեջ պիտի տեսնենք, որ Սուրբ Նարեգացին Քրիստոսի մարմին եւ արյան բժշկարար զորության մասին է որ խոսի։ Շարունակի մաչորդ օղի թարգմանությունը եւ բացատրությունը։ Քու ողորմությամբ թիմավորես զիս, որովհետև նախ ես քեզի աբավինած եմ։ Սիրելներ, գիտենք, որ անարակ որդին, երբ այդ ահավոր վիճակի մեջն էր, առաջին քայլը արավ թեպի իր հայրը, սավ երտամ իմ հորս։ Եվ երբ ինք առաջին քայլը արավ, մնացյալ բոլոր քայլերը ով արավ, հայրը։ Հայրը թուրը չփակեց, երբ տեսավ իր զավակը, ընդհակառակը հայրը վազեց, պատտվեցավ, ամփուրեց, ցերկի մադանի անցուց, վերարգու անցուց, բատմուջան անցուց, ոտքին գոշիկ անցուց։ Հետևաբար ինքը զավակը միայն մեկ քայլ արավ, առաջին քայլը թեպի թարց, թեպի հորը դուն դառնալը, զղջալով, եւ մնացյալը ամբողջ հայրը արավ։ Հիմա Սուրբ Նարեգացին ինքալ սիրելներ, գսե քու ողորմությամբ թիմավորես զիս,
ինչպես անարագին հայրը թիմավորեց զինք, քու ողորմությամբ տալ ով դեր թիմավորես իս, որովհետև նախ ես քեզի ապավինած եմ։ Ապավինելովս է որ քեզի վերադարձա, գիտնալով որ դու պիտի չմերժես ինձի, երես պիտի չդարձնես ինձ մե, այլ պիտի թիմավորես իս։ Սիրելիներ, Աստված երբեք երես չի դարձներ զղջումնալից ու արդասվածից հոգիով իրեն դարձողին դիմաց։ Չի դարձներ երես։ Եվ ոչ միայն Աստված երես չի դարձներ, այլ Աստված ընդհակառակը բաց ցերկերով գնտունիզինգ, գտիմավորեզինգ, ինք կբազե եւ ինչպես անարագի բապության մեջ հայրը պատվեցավ իր զավգի վզին, այդպես ալ հայրը մեզ գտիմավորե, մեզ գպատվի, իր սրդին գպատե մեզ, գհամբուրե մեզ, իր սերը, իր ողորմությունը գցուցապերե։ Աստուծո ողորմությունը անսահման է սիրելներ, Աստուծո քութը անչափելի է։ Եվ ահա այս իմաստով նարեգացին դիրոջ հուսալով է որ ճամփագել է։ Եկեք մենք ալ եղբայրներ եւ քույրեր անարագին նման անարագին աղոթքով դիրոջ դիմենք սուբ նարեգացին աղոթքով դիմենք եւ ասենք որ հայր մեղանչեցի երկնքին եւ քո արջևդ մեղքեր կործեցի քեզի դեմ ներեին մեղքերս եւ ընդունիր զիստեր թիմավորես զիս քո ողորմությամբ հաջորդ դողը ով կտած եւ անոխագալ ինձի անորեն մեղաբարդիս հակցուր այն ըսկեստը որ նախաբես գողոբդվեցավ ինձ մե երբ անարակ որդին սիրելներ վերադարձավ իր հորը մերգեր մերգացած էր ըսկես չուներ իր վրա եւ ադորամար հայրը անոր վրա վերարգուն թրավ բատմուջանը թրավ ըսկեստը ինչի խորհրդանիշ է սրբության անմեղության մենք ալ սիրելներ երբ որ վերստին ծնանք սուրբ մգրդության ավազանեն Հիսուս Քրիստոսը հականք մեր վրա սրբության ըսկեստը հականք անմեղության բատմուջանը արինք մեր վրա բայց դժբախտաբար երբ մեղանչեցինք մեղքեր կործեցինք մենք սիրելներ մերգացանք ամեն անգամ որ մեղք կործե մարդ գմերգանա ինչպես որ Ադամ եւ Եվան երբ մեղք կործեցին իրենց մերգությունը տեսան հոգին գմերգանա որովհետեւ սրբութենեն անմեղութենեն անմեղության վիճակեն եւ ահա սուտ նարեգացին այստեղ գսե ով կթած եւ անոխագալ կնշանակե քեն ու ողջ չբահող ինձի անորեն մեղաբարդիս ես որ այսքան անօրինեցա անօրենության կորձերուս պատճառով մեղքեր կործեցի հակցուր այն ըսկեստը այն սրբության ըսկեստը այն նախքին անմեղության ըսկեստը որ նախաբես գողոբդվեցավ ինձ մե մեղքին պատճառով սատանան գողոբդեց ինձ մե որ զիս հակցուցած է իր սուրբ մգրդության ավազանին ժամանակ հաջորդողը ավանտը գործընծուցած ցերկերուս որոնք մեղքերով աղդոդեցան համարցակության մադանիին գնիկը մոդեցուր քո ամենարատ գամքովդ սիրելեր երբ որ գարտանք Ղուգասու ավետարան 15-րդ գլխու 19-րդ համարի մեջ որ երբ անարակ որդին դուն վերադարձավ մերգ հայր իրեն ոչ միայն հակցուց սրբության հակուստը անմեղության վերարգուն այլ անոր մադին թրավ գնիկ եղող մադանին մադանին ինչի խորհրդանիշ է մադանին խորհրդանիշ է սիրելներ բադիվին որդիության բադիվին որ զոր գործընծուցած էր անարակ որդին եւ հայր երբ տեսավ որ զավակը իր բադիվ գործընծուցած էր չուզեց սիրելներ անբադվված մնա իր զավակը իր դան մեջ այլ զինք դարձյալ որդիության բադիվին փարսացուց եւ սուրբ նարեգացին այստեղ
նույն ցևով անարագի նման դիրոջ կդիմա եւ գսե ով բազմակուտեր այն ավանտ կնշանակե սիրելներ քանց ավանտ կնշանակե նաեւ բադվեր մեկ խոսքով որդիության բադիվը այստեղը ուրեմն այն ավանտ այն որդիության բադիվը Որտուն ինձի դվիր մգրդության սուրբ ավազանեն վերստին զնելես ետ ես զայն իմ ցերկովս գործընծուցի իմ մեղքերուս պատճառով տեսեք ինչ կսե այստեղ ավանտը գործընծուցած ցերկերուս որոնք մեղքերով աղդոդեցան հիմա այժմ գաղաչեմ քու ամենարատ գամքովդ եւ ողորմությանդ մոդեցուր Թիր մադիս մադանին որ ինչի նշանե համարցակության համարցակ քութիմացդ գանկնելու որդիության խորհրդանիշ է որբեսի կարողանամ որբես որդի թիմացդ գանկնել եւ կարողանամ քու հետդ խոսել որովհետեւ սիրելներ երբ վերաթարցավ անարակ որդին համարցակություն չուներ իր հորը թիմաց կանգնելու անորամար իր հորը սա որ զիս մտածեց ասել իր հորը զիս որբես ծառա ընդունիր ոչ թե որբես զավակ համարցակություն չուներ մեղքը մեր համարցակությունը գխորդագե այլևս չեն կրնար համարցակ գանկնել աստուծո թիմաց որբես որդի ամենքս սկացած ենք չի այդ սկացումը ունեցած ենք որ երբ մեղ կործած ենք ալ համարցակություն չենք ունեցած ոչ միայն աստուծո թիմաց կանգնելու այլ նույնիսկ աղոթելու ադորամար առաջին մասի մեջ նարեգացին գսե գամչնամ թիմաց կանգնել ամոթահար եմ մեղքը մեզ ամոթահար կդարձնի սիրելներ մեղքը սիրելներ իսկապես ամոթ կբերե մեզի Եվ նարեգացին ահավասիկ այդ բոլորը սկացումները աբրած ըլլալով մեզի կփոխանցե որ մենք ալ իրենպես դիրոջ դիմենք թախանցենք բաղադինք խնդրենք որ մեր աղդոտ սերկերուն մոդեցնե համարցակության մադանին որդիության բադիվը անցնե մեր մադին որբեսի իր թիմաց կանգնենք եւ դիրոջ հետ զրուցենք հաջորդ օրը Ոտքերուս թշվար քարշաբարներուն մերգությունը ավետարանին ամրապակ գոշիկներով բադսպարելով օծին թույնի թեմ միշտ ամրացուր Դարձյալ սիրելներ գգարտանք անարակ որդի արագի մեջ թե երբ որ վերաթարցավ իր ոտքին գոշիկ չուներ դերը իր հայրը իրեն գոշիկ հագցուց Գոշիկը այս բարակային ինչի խորհրդանիշ է ամրության սադանային գլուխը ջզմելու ան որ մեղանչես սիրելներ ան գոշիկ կմնա այսինքն առանց զորության կմնա չի գրնար ջզմել սադանային գլուխը զորություն է գբարբվի եւ այդ բարակային սադանան ինչ կնե մեր քարշաբարը գխայթե ինչ է քարշաբարը մեր գրունգն է Գրունգը գխայթե սադանան այսինքն մեղքի գարաչնորդ է մեզ եւ ահա սուբ նարեգացին այստեղ երկնավոր հորթիմելով գսե բարեկուտ տեր մեղքերուս բաժարով գործընծուցի ամրությունս զորությունս եւ չարը խայթեց ոտքերուս քարշաբարները գաղաչեմ գբաղադիմ քեզի ոտքերուս թշվար քարշաբարներուն մերգությունը տուն ինքդ ամրացուր Զորացուր ինչով ավետարանին ամրապակ գոշիկներով զանոնք բադսպարելով ավետարանական ուղափար վարտաբեդությամբ այլ խոսքով գսենարեգացին թող ընթանան անոնք ոտքերս որբեսի առաջին օծը սադանան չկարողանա իր թույնով մեղքի խայտոցով զանոնք խայթել ու ոտքերս քեզմե հերու բահել Սիրելիներ մենք գարտանք Եփեսացիներուն նամակի 6-րդ գլխուն մեջ 10-րդ համարեն մինչև 18-ը որ Պողոս առաքյալ գսե ծեր վրա արեք ամենակարողին սպառազինությունը եւ 15-րդ համարի մեջ խոսելով
ոտքերու մասին գսե եւ խաղաղության ավետարանը քարոզելու պատրաստակամությունը հակեք գոշիգի պես ոտքերը սիրելներ մեր մարմին վերջամասերն են եւ ոտքերը հաստատված են ինչի վրա դրված են երկրի վրա ուրեմն սատանային ամենեն մոտ եղող մեր մարմնի անդամները ինչերն են մեր ոտքերն են մեր քարշաբարներն են մեր գրունկներն են ահա սատանան սիրելներ գխայթե որպես թունավոր օծ գխայթե մեր քարշաբարները այսինքն մեր ոտքերը սիրելիներ աստուծո ճշմարիտ եւ ուղղափառ սուրբ ճանապարհեն գշեղե թեպի մեղքերու ջամփան եւ այն ջամփան օծ առաջնորդեց թեպի մեղք նույնը հրավ ատամին նույնը հրավ մարդկության եւ սատանան այսօր ալ սիրելներ գփորձե որ մեր մեղքերը առաջնորդե մեղքի ջամփու մեջ ինչու համար Հիսուս եկավ եւ վերջին ընտրիկեն անմիջապես առաջ խոնարեցավ եւ աշակերտներուն ոտքերը լված որովհետեւ սատանան մարդու ոտքերն է որ գշեղե Հիսուս մարդուն ոտքերը լված որբեսի մարդիկ ուղիղ ջամփու մեջ են կալեն ինքն է ճանապարհը որբեսի իր ետևեն կալենք ոչ սատանային որբեսի աստուծո կամքը կատարենք ոչ սատանային եւ երբ Պետրոս ըսավ որ ոչ միայն ոտքերս լվա այլ գլուխս ալ ցերկերս ալ Հիսուսա որ մարմնի անդամները մաքուր են բայց ոտքերն են աղդոտ ինչպես որ ոտքերը սիրելներ աշխարհի ամեն վայրերու մեջ ամեն աղդոտ գերդերու մեջ են գկալեն եւ երբ դու կան գոշիկները գանենք որովհետեւ ամենեն գերդոտն են անոնք նույն ցեվով սիրելներ երբ որ մարդ աստուծո ջամփու մեջ են չի կալեր գերդերու մեջ են այս աշխարհի անարակ վարկերու մեջ են գկալե բղծությանց մեջ են գկալի եւ adorամար սուբ ներսես շնորհալի այրաբեդը իր հավատով խոստովանիմ աղոթքի 9-րդ տան մեջ որ գսկսի ամենախնամ դեր եւ իր անդամները գիշե որ խնդրելով ամենախնամ դիրոճմե որ ուղեզանոնք եւ ոտքերուն գաստի դեսեք ինչ գսե քու սուրբ երգյուղդ քու սուրբ վախդ երգյուղը տիր ոտքերուս որ անօրենության ջամփաներեն չկալեմ այլ ուղե անոնց շարժումը որբեսի միշտ քու բադվիրաններուդ համացայնը լան ամեն բանի մեջ ամեն Adorամար է նաև սիրելներ որ մգրդվողին ոտքերը սուրբ միրոնով գոցենք որբեսի անոր ոտքերը մանգութենեն իր սրբված օրեն սուրբ ջամփաներու մեջ են ընտանան ոչ թե մեղքերու մեջ են հաջորդ տողը բարարդ զվարագդ երկնային եզը որ քո օրտնյալ միածին որդիդ է ճշմարիտ մարտասիրությամբ փարիկներու գարոդյալիս նվիրե Սիրելներ երբ անարակ որդին դուն վերադարձավ հայրը ոչ միայն ընդունեց թիմավորեց ինք ընդունեց վզին պատվեցավ համբուրեց անոր մեր մարմին վերարգուն դրավ բարեկոտ դրավ մադանի դրավ որդիության գոշիկ հակցուց այլ գարտանք 15-րդ գլխու 20-րդ համարի մեջ Ղուկասո ավետարանին որ բարարդ հորտը մորտեց բարարդ եզը մորտեց եւ ուրախություն հրավ իր զավգին համար որովհետեւ զավակը մեռած էր ողջնցավ գործված էր գտնվեցավ եւ հիմա սուբ նարեգացին արտարև գտեսնե որ այդ մորտված բարարդ եզը եկեղեցու հայրերը սիրելներ այդ բարարդ եզին այդ բարարդ հորտին յեդին գտեսնեն ով որու ներկայությունը Հիսուս Քրիստոսին Հիսուս Քրիստոս երկնային զվարագն է երկնային երկինքեն իջած մնայուն զոհն է այն հավիդենական եզը այն հավիդենական զվարագը այն հավիդենական հորտը քարնուգը որ մեր փոդորի մեղքերուն համար զոհվեցավ սիրելիներ խաչապայդին վրա դերը իր արյունը թափեց որբեսի մենք ամենք սալ բժշկվինք մաքրվինք մեր բոլոր մեղքերեն adorամար իմանարեգացին գսե որ
բարարդ զվարագդ երկնային եզը, որ քու օրտնյալ միածին որդիդ է, ճշմարիտ մարդասիրությամբ ով հայր, փարիկներու գարոդյալիս, փարիկներու գարոդ եղող հոգիիս նվիրե քու զավագդ։ Հաջորդողը հիմա քանի որ խոսեցավ երկնային զոհին մասին, որ Հիսուս Քրիստոսն է, գշարունակե, որ միշտ գմադուցվի եւ երբեք չի բացիր իր ամբողջութենեն։ Քրիստոս որպես հավիտենական զոհ, որպես երկնային զվարակ միշտ գբادرակվի, բայց երբեք չի հատնիր, երբեք չսպարիր, երբեք չի բացիր իր լրութենեն, իր ամբողջութենեն։ Հին ուխտին մեջ գիտեք որ զոհեր գմորթվեին եւ այդ զոհերը անոնց մարմինն ու ոսկորները հետո ինչ կնլային, գայրեին, գսպարեին։ Սակայն Քրիստոս սիրելներ երբ խաչվեցավ ու երբ ամեն անգամ սուրբ բادرակի ընթացքին գմադուցվի, գզոհվի, գբادرակվի, չսպարիր։ Այս սիրելներ անսպար է անիգա, անսպար ու ամբողջ է, անսպար ու գադարյալ է։ Նման սիրելներ արևուն, որ որքան լույս տա, որ ամենուն լույս կուտա, լուսնին լույս կուտա, մարդոց լույս կուտա, ամենուն լույս կուտա, սակայն արևը երբեք չսպարիր։ Ահա Հիսուս այդպիսին է, որ գբادرակվի, ամենուն փրկություն կուտա եւ ինք անսպար է, չսպարիր։ Հաջորդողը հիմա ամբողջությամբ սիրելներ Սուրբ հաղորդյա մասին է, Քրիստոսի մարմին եւ արյա մասին է։ Մշտապես գզոհվի անթիվ սեղամներու սպանթարանին վրա առանց սպարելու։ Սիրելներ աշխարհի մեջ ամեն օր աշխարհի դարածքին 4 անգյուներուն ուր որ քրիստոնյա գա ամեն օր Քրիստոս գբادرակվի ամեն օր գբادرակվի Քրիստոս զոհասեղաններուն վրա այստեղ նարեգացին գործած է սպանթարան սպանթարանը սիրելներ այն զոհարանն էր որուն վրա ուդելիք միսեր գմորթեին եւ Քրիստոս սիրելներ հոգևոր սպանթարանին վրա այսինքն սուրբ սեղաններուն վրա խորաններու սուրբ սեղաններուն վրա ամեն օր ամթիվ գերբով մշտնչենավոր մշտապես գբادرակվի եւ սակայն սիրելներ չսպարիր թեև անթիվ բادرակներ դեղի ունենան աշխարհի 4 անգյուներուն որոնց ընթացքին Քրիստոս գնձայվի գզոհվի գբادرակվի սիրելներ անիգա չսպարիր նման հին ուխտի զոհերուն որոնք ինչպես ասի արդեն մորթվել է վերջ անոնց մարմնի զանազան մասերը եւ ոսկորները գայրվեին գսպարեին Քրիստոս անսպար է ինք հավիտենական ու մշտնչենական զոհն է եւ Հիսուս սիրելներ ամփոփող է հագարականոր որ անթիվ բادرակներ դեղի ունենան բادرակողները քահանաներն են պաշտոնյաներն են դարբեր հացուկինին են դարբեր բայց բادرակվողը Հիսուս Քրիստոս է մեկ է եւ բոլոր հացերն ու քինները որ սուրբ խորաններուն վրա գմադուցվին գթարնան ամբողջապես յուրաքանչյուր գդորը որպես գադարյալ Քրիստոս եւ այս մասին պիտի խոսի հաջորդ դողերու մեջ սուրբ նարեգացին պիտի բացատրե գսե ամենու մեջ ինք ամբողջ է հավասիկ եւ փովանտակ գադարյալ այսինքն ամեն մեկ մասին մեջ հիմա շատ կարևոր է սիրելներ ձեր գետրոնացումը պիտի խնդրեմ որպեսզի լավ հասկանաք աշխարհի որ անգյունալ որ Քրիստոս բادرակվի սուրբ սեղաններու վրա ինք ամբողջ է ինք լման է եւ փովանտակ գադարյալ ամեն մեկ նշխարին մեջ որ գմադուցվի Քրիստոս ինք գադարյալ է ամբողջությամբ ներկայ է այլ խոսքով Հիսուս սիրելներ եւ ամբողջ է
չգդրված նշխարին կամ հացին մեջ եւ Հիսուս ամբողջ է գդրված ու փաշխված հացի փեգորներուն գդորներուն մեջ Հիսուս սիրելներ բացարձակ գերբով անգադար չէ այլ Հիսուս ամբողջություն է նշխարին ու նշխարի փեգորներու մեջ եւ բոլոր հավատացյալներուն գփաշխվի որպես գադարյալ մարմին եւ արյուն ամբողջապես գադարելապես մենք այսօր հայրենիքի մեջ բادرակ կմատուցենք ուրիշը Հնդկաստանի մեջ ուրիշը Իսպանիայի մեջ ուրիշը Ավստրալիայի մեջ ուրիշը ո՞ե մեկ երկրի մեջ սիրելիներ Քրիստոս ամբողջապես եւ գադարելապես ներկա է այդ նշխարին ու փեգանված մասունքներու մեջ ավելի վիթ խոսիմ հաջորդ տողերու մեջ էյությամբ երկնքի մեջ է իսկ իսկությամբ երկրի վրա Քրիստոս սիրելներ նախքան մարտնանալը ինք երկնքի մեջ գադարյալ Աստվածն էր հետևաբար իբնե բնությամբ էյությամբ Քրիստոս գադարյալ Աստվածն Սակայն գադարյալ Աստվածը մարտացավ Սուրբ Գույս Մարիամեն եւ իր գադարյալ Աստվածության միացուց անշփոթ կերպով ինչը գադարյալ մարդկությունը եւ Քրիստոս սիրելներ երկրի վրա երբ միացուց իրեն գադարյալ մարդկությունը երբ երկինք համբարձավ այսօր երկինքի մեջ Քրիստոս միայն իր գադարյալ Աստվածությամբ չգա այլ Քրիստոս երկնքի մեջ նաև իր գադարյալ Աստվածության հետ գադարյալ մարդկությամբ կա, որովհետև անբաժանելի է Քրիստոսի Աստվածությունը եւ մարդկությունը, անշփոթ են իրար մե եւ անբաժանելի։ Հետևաբար Քրիստոս էյությամբ, այսինքն իր գադարյալ Աստվածությամբ եւ գադարյալ մարդկությամբ երկնքի մեջ է։ Բայց միաժամանակ իր իսկությամբ ճշմարիտ կերպով երկրի վրա է, նշխարին մեջն է, Սուրբ հաղորդության մեջն է։ Ինչ կնշանակե իսկությամբ կնշանակե սիրելներ ճշմարտությամբ, այսինքն նշխարին մեջ, սրբակորձված նշխարի մեջ, սրբակորձված հացին մեջ Քրիստոս իսկությամբ կաբրի։ Որպես գադարյալ Աստված, գադարյալ մարդ իսկությամբ կա, ինչպես երկնքի մեջ էյությամբ կա, նույնպես իսկությամբ նշխարին մեջն է Քրիստոս։ Եվ ոչ թե ինչպես որ օրինակ փոքական եկեղեցիները գսեն, որ անիգա բարձ հաց ու քինի է, մենք բարձրապես հացին ու քինին յետին, մենք հիշադակն է որ կգադարենք, ոչ։ Մենք բարձրապես հիշադակ չէ որ կգադարենք սիրելիներ, այլ մենք ուղղակի Քրիստոսի մարմինը եւ արյունն է որ կճաշակենք։ Եթե բարձրապես հիշադակ դիլար, այդ բարակային մգրդությունն ալ բարձրապես Հիսուսի մգրդության հիշադակը դիլար։ Եվ եթե այդպես է, այդ ժամանակ կնշանակե որ մենք վերստին չենք ծնած եւ կնշանակե որ դակավին սկզբնական մեղքի մեջ ենք։ Հետևաբար սիրելիներ, ոչ թե հիշադակ է, ոչ թե բարձ հաց ու քինի է, այլ հաց ու քինի նյութին յետին Քրիստոսի խորտական ճշմարիտ մարմին ու արյունն է իսկությամբ Բողոս Արաքյալ երբ գխոսի հացի ու քինի մասին առաջին Կորինթացիներու նամակի 11-րդ գլխում մեջ զանոն կգոչե Քրիստոսի մարմին եւ արյուն գսե 11-րդ գլխու 27-րդ համարի մեջ այսուհետև ով որ անարժանությամբ ուտե այս հացը կամ խմե դիրոջ բաժագեն դիրոջ մարմինին եւ արյան թե մեղանչած կլա լսեցիք ով որ այս հացեն եւ բաժագեն անարժանությամբ գուտե ու գխմե ոչ թե մեղանչած կլա բարձ հացին ու բաժագին թեմ այլ մեղանչած կլա դիրոջ մարմինին եւ արյան թեմ ուրեմն իսկությամբ Քրիստոս գտնվի սիրելներ սուրբ հաղորդության մեջ եւ ոչ թե բարձրապես հիշադակով հաջորդ դողը աննվազ մարդկությամբ եւ անթերի
աստվածությամբ, աննվազ կնշանակե անբագաս մարդկությամբ։ Հիսուս սիրելներ գադարելաբես մարմնացավ, մարդացավ, եւ ինչպես որ մենք նիգյական հավադամքի մեջ միշտ կսենք, որով էյար մարմին, հոգի եւ միտ եւ զամենայն որ ինչ է իմարդ ճշմարտաբես եւ ոչ կարծիք, այսինքն Քրիստոս ճշմարտաբես աննվազ մարդկությամբ մարմնացավ, մարմին արավ, հոգի արավ, միտք արավ եւ ամեն ինչով մարդկային դարձավ եւ անթերի աստվածությամբ, այսինքն սիրելներ Դեր Հիսուս Քրիստոս անթերի աստված է իր էությամբ, ոչ թե արարած է Հիսուս, այլ ծնունդն է հորը, հետևաբար Հիսուս հավիդենական աստված է եւ ոչ թե վերջը աստված դարձավ, ինչպես Արիոսը գմերժե Քրիստոսի աստվածություն, Արիոս հերետիկոս անցյալի մերժեց, ինչպես որ սիրելիներ ուրիշներ գսեն Հիսուս շնորհքով գամած բարձրացավ աստվածության, ոչ, այլ անիգա անթերի է իր աստվածությամբ, աննվազ մարդկությամբ եւ անթերի իր աստվածությամբ։ Ուստի սիրելիներ, երբ սուրբ հաղորդություն կստանանք, այդ սուրբ հաղորդության, այդ սրբակորձված հացին ու քինին յեդին, երբ մենք գուդենք զանոնք, անոնք սիրելիներ մեր աչքին թեև որպես նյութ գերևին, որպես հաց եւ որպես քինի գերևին, սակայն երբ գճաշագենք, անիգա իսկապես Քրիստոսի մարմինը եւ արյունն է, որուն մեջ Քրիստոսի մարդկությունը, աննվազ մարդկությունը եւ անթերի աստվածությունը միավորված գա։ Սգախորինք աստվածապանություն է սիրելներ, կփորձեմ ցեզի բարսպարերով բացատրել, բայց Աստուծո Սուրբ Հոգիով է որ այս բոլորը գմփռնվին եւ հավատքով է որ սիրելներ կհասկացվին։ Հաջորդ ուրեմն դողերը եւ վերջին դողերն են գսեն արեգացին գփշրվի ու անհատ մասերու կփաշխվի, որբեսի ամենքը միավոր է նույն մարմինի մեջ, որուն գլուխն է ինք։ Փշրվիլ եւ փաշխվիլ խոսքը ինչի մասին է? Խոսքը ոչ թե Քրիստոսի մարմնի մասին է, այլ խոսքը սիրելներ նշխարին մասին է, որ անշուշտ նվիրակորձվելով, սրբակորձվելով Քրիստոսի մարմինը կդառնա։ Բայց ինչու կսեմ նշխարի մասին եւ ոչ թե Քրիստոսի մարմնի մասին, որովհետեւ դուք լավ գիտեք Սուրբ Գիրքեն, որ Քրիստոսի մարմինեն ովևէ մեկ ոսկոր պիտի չփշրվեր։ Սուրբ Գիրքը այդպես ասած էր Սաղմոսի 34-րդ Սաղմոսի 20-րդ համարի մեջ այդպես ասված էր, որ անոր ոսկորներեն ովևէ մեկը պիտի չփշրվի։ Եվ երբ կգարտանք սիրելներ Հովանու Ավետարանի 19-րդ գլուխը, այնտեղ կտեսնենք 31-րդ համարեն սկսյալ, թե ինչպես երբ որ ուզեցին խաչվողները իջեցնել խաչեն եւ դեսան որ դակավին ողջ էին, Հիսուսի աչին եւ ցախին խաչված ավազակներու սրունքները ձունգերը գոդրեցին, որովհետեւ արյունական մլան մի շուտ մեռնին, եւ երբ եկան Հիսուսին ձունգերը սրունքները գոդրելու, տեսան որ ինք մեռած էր։ Եվ դեկով քեղարտով խոցեցին Հիսուսի գողը։ Ահա տեսեք, ոսկորներեն ովևէ մեկը չգդրվեցավ, որովհետեւ այդպես ըսված էր Սուրբ Գիրքի մեջ։ Հետևաբար Դեր Հիսուսի մարմինին եւ ոսկորներեն ովևէ մեկը չփեգամվեցավ կամ չփշրվեցավ, սակայն երբ կխոսենք նշխարին կամ սրբակորձված հացին մասին, որ Քրիստոսի մարմինը կներկայացնե, կկործածենք փշրվիլ կամ փեգամվիլ փայը։ Եվ ասիկա սիրելիներ, Սուրբ Գիրքեն է Բողոս Սարակյալ օրինակ, եթե գարտանք առաջին Գորընթացներու նամակի 10-րդ գլխու 16-րդ համարը, այս փեգանվիլ փարը կկործած է, տեսեք, գսե։ Երբ գխմենք օրտության այն բաժակեն, որ դիրոջ ընթրիքի հիշադակին գործնենք, միթե Քրիստոսի արյան հաղորդված չենք լար, եւ երբ գճաշագենք այն հացեն, որ գփեգանենք, այն հացեն, որ գփեգանենք, գփշրենք, գգդրենք, միթե Քրիստոսի մարմինին հաղորդված չենք լար,
թեև սրբակորձված նշխարը կամ հացը սիրելներ կփշրվի, սակայն այստեղ շատ սկանչելի գերբով դեսեք ինչ կսեն արեգացին կփշրվի ու անհատ մասերու կփաշխվի այդ նշխարը սիրելներ կփշրվի եւ անհատ առանցին մասերու կփաշխվի որբեսի ամենքը միավորե նույն մարմնի մեջ հիմա հագարական որ կփաշխվի նշխարը սակայն այդ փաշխված յուրաքանչյուր նշխարին մեջ Քրիստոսի ամբողջությունը գա ոչ թե մաս մգա այլ ամբողջությունը գա այդ նշխարի մեջ ամբողջությունը գա նշխարը երբ որ կփաշխվի բզդիկ կդոր գլա եւ ամբողջ հավատացյալներուն կփաշխվի յուրաքանչյուր փշրանքին մեջ յուրաքանչյուր փեգանված հացին մեջ Քրիստոսի ամբողջությունը գա սիրելներ նման այն հայելին որ երբ որ գոդրենք փշրենք հայելին եւ առնենք մեկ մասը հայելին եւ նայենք հայելի մեջ մեր հայելի մեջ մեր ինչը կտեսնենք միայն մեր մարմնի մեկ մասը այլ մեր ամբողջ մարմինը կտեսնենք մեր ամբողջ գերբարանքը կտեսնենք հետեւաբար նույն ցեվով սիրելիներ Քրիստոսի մարմինը խորհրդանշող նշխարը եւ կսրբակորձվի Քրիստոսի մարմին կդառնա սիրելիներ երբ կփաշխվի կփշրվի կփեգանվի յուրաքանչյուր անհատ մասին մեջ Քրիստոսի ամբողջությունը գա ամբողջ Քրիստոսը գա մեկ խոսքով ոչ թե Քրիստոսի մարմնի մեկ մասը մեկը հաղորդվի ասիկա Քրիստոսի մադն է մյուսը հաղորդվի սե Քրիստոսի աչքն է ոչ այլ ամբողջությունը գա ամեն մեկ փաշխված մասունքի մեջ հաղորդության մեջ գուզեմ որ ասիկա լավ իմանաք եւ սիրելներ այսպիսով մենք բոլորս Հիսուսի մարմնին մեջ հավաքված գլանք մենք եկեղեցին Քրիստոսի ինչն է եկեղեցին այսօր դժբախտաբար մարդիկ ասեն եկեղեցին ասկային հաստատություն է եկեղեցին ասկային հաստատություն չէ ազգը չէ որ հաստատած եկեղեցին Եփեսացիներուն նամակի առաջին գլխու 20-րդ համարի մեջ գսվի, որ եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է։ Գլուխը Քրիստոս է։ Եփեսացիս առաջին գլուխ 22-րդ համարի մեջ գսվի, գլուխը եկեղեցվո Քրիստոս է, իսկ 20-րդ համարի մեջ գսվի, որ մարմինը եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է։ Եփեսացիսին 23-ի մեջ գսվի, որ գլուխը եկեղեցվո Քրիստոս է։ Գլուխը ղեկավար չէ գլուխը Քրիստոս է եկեղեցվո բաշտոնյաներն ալ եկեղեցվո մաս կգազմեն Քրիստոսի մարմնի մաս կգազմեն հետեւաբար Քրիստոս սիրելներ երբ որ կփաշխի իր մարմինը նշխարի մեջ են քինին մեջ են այդպես կնե որբեսի բոլորը միախմբե բոլորը հավաքե միավորե իր մարմնի մեջ եկեղեցի մեջ, որուն գլուխը ինքն է։ Ահա սիրելիներ ադորամար է, որ մեկ նշխարով եկեղեցու հավատացյալները կհաղորդվին, որովհետև Քրիստոսով բոլորն ալ կմիավորվին, կմիանան Քրիստոսի մարմնի մեջ, Քրիստոսի խորհրդական մարմնի մեջ եւ կդառնան մեկ, որովհետև մեր գլուխը մեկ է։ Եվ ավարտելով նարեկացին գսե անոր հետ փառքեզի ով ողորմած հայր ամեն այսին Հիսուսին հետ Հիսուսով եւ Հիսուսին հետ փառքեզի ով ողորմության հայր ով ողորմած հայր եւ մենք ալ գսենք Հիսուսին հետ Հիսուսով փառքեզի ով ողորմած հայր եւ գենտանարար Սուրբ Հոգի որով հավիդյանս հավիդենից փառավորյալ օրտնյալ եւ բատվված եք եկեք սիրելներ այս հավատքով սուրբ հաղորդությունը ստանանք գիտնալով որ հաղորդության մասունքին մեջ նշխարի մեջ որ կստանանք Քրիստոս կա իր գադարյալ աստվածությամբ եւ գադարյալ մարդկությամբ եւ Քրիստոսի մարմինով եւ արյունով հաղորդվելով է որ մեր բոլոր մեղքերեն կցերպազատվենք ու համարձակություն կունենանք հայր Աստուծո դիմաց կանգնելու
Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին